Տղերք, եթե Թորգոմը իմացավ, ընդհանրապես հրաժարվելու է մեզ օգնելուց։ Հա դե դրա համար էլ դուք չեմ անում, էլի զանգեմ Զորոյին։ Դուք կապ չունեք։ Այդ իմ որոշումն է եղել։ Սակո հիմա իմ քո չկա, մենք իրենց համար սարս մի հոգի ենք։ Դավո դու ի չես խոսում։ Մտածում եմ, որ Վարուժը Սակոյին միտումնավոր է բաց թողել։ Այդ ինչից ենթադրեցիր։ Չեմ ենթադրում, Սակ, վստահ եմ դրանում։ Արա տղեկ ձեզ տարօրինակ չի թվում, որ Սակոն շատ հեշտությամբ է դուրս եկել այդ հիվանդանոցից, որտեղ որ եղել են լիքը ոստիկաններ ու սպեցնազ։ Բայց դրամաբանական բան ասա։ Ես ծառայողական մտքով եմ դուրս եկել։ Իսկ ոստիկանները բաժին դիմաց էին կանգնած։ Չէ, Սակ, այդ կապ չունի։ Վարուժը շատ փորձալու ոստիկան է, եթե ինքը չուզենա, դու հասա տտեղից դուրս չէիր գալու։ Ու ինչի համար այդ տարել։ Չգիտեմ, բայց պետք է զանգեմ ու հարցնեմ իրանից ու կզանգեմ։ Ու հետո քեզ կհամոզի, որ մենք գնանք ու հանձնվենք ոստիկանություն, չէ՞։ Կամ էլ հեռախոսազանգով տեղներս կիմանան ու սպեցնազը կգա հետևներից։ Չէ, համ։ Եթե Վարուժը ուզենար, Սակոին կբռներ շուտվանից։ Խելացի բան ես ասում։ Կարելի է Վարուժին օգտագործելու այս պատմությունից քիչ կորուստներով դուրս գալ։ Գորնը հեռախոսը զանգեմ։ Ես համաձայն չեմ։ Արա ի՞նչ է համաձայն չես, ընդամենը զանգելու եմ Վարուժին, բան հարցնեմ, այդքան բան։ Տղերք, ես ամեն ինչը մեզ բոլորիս է վերաբերում։ Դրա համար պետք է բոլորս որոշում կայացնենք։ Հա, Սակ։ Ես համաձայն եմ։ Ես էլ։ Հա, Ամ։ Տղերք, ես հասկանում եմ, որ Վարուժը Դավոյի աղբերն է, բայց Վարուժը ոստիկան է։ Ապեր կարճ, կամ հա, կամ չէ։ Հա։ Որ հետո չասեք շանս կար, ես հարամեցի։ Անզանգի բարսախոսով այս խոսավոր սարս լսենք։ Իրանց համար հանգիստ գնում էին, բայց հենց ասեցի, չեմ ուզում իրանց պատճառով խնդիրների մեջ ընկնեմ, ասին ավտոն կանգնի, կանգնացրել իջան մեջից։ Որտեղ են իջել։ Հալաբյանի վրա, Իսկ որտեղից են նստել։ Կոմիտասի շուկայի դիմացից անցար։ Ճանապարհին ինչ որ բանից խոսել են, եթե այո, ապա ինչից։ Չէ, տենց որ ասեմ, հանգիստ գնում էին լուր։ Իսկ հիշեք նրանց։ Նկատի ունեմ, եթե կարիք լինի, կարող եք ճանաչել։ Տենց մոտավորապես դեմքը կարող է հիշեմ, էլի չգիտեմ։ Լավ։ Հիմա մեր աշխատողները ձեզ կուղեկցեն բաժին, որտեղ ձեր ցուցմունքների հիման վրա ֆոտորոբոտ կկազմեն։ Դրանից հետո դուք ազատ եք։ Նո։ Պողոսյան ուղեկցեք։ Ալո, Ես եմ Վարուժ։ դու կապ ունես այդ սպանությունների հետ, Դավիթ։ Հա, ունեմ։ Ինչի եք արել, հա։ Դուք հասկանում եք ինչ եք արել։ Դուք ձեր կյանքը կործանել եք։ Մենք ուրիշ ելք չունեինք։ Ելք միշտ էլ կա։ Լսում ես, Դավիթ։ Ուղղակի դուք ընտրել եք ամենավատն ու ամենավտանգավորը։ Ասա որտեղ եք հիմա գալիս են բոլորս միասին գնում ենք բաժին։ Չէ, Վարուժը տարբերակ չի մեր համար։ Բա ո՞րն է ձեր համար տարբերակ, հա։ Մեկը չեք կարողանալու ձեր ամբողջ կյանքը փախուստների մեջ ապրեք։ Վարուժ գորնա բարսախոսով ենք խոսում։ Եթե իրականում դու ուզում ես օգնես մեզ, ավելի լավ է տենանք, խոսանք, պատմենք քեզ ամեն ինչ, հասկանանք ինչ ենք անում։ Հասցե ուղարկի հենց հիմա գալիս եմ։ Չէ, այսօր չէ, վաղը կզանգենք։ Ասեցին ուզել ես ինձ տեսնես։ Դու ես արգելել, որ մոտս մարդ մտնի։ Դու շակեցիր։ Իմ մարդկանցից ինձ վտանգ չի սպառնում։ Այդ արդեն դու չես որոշում։ Ես մլիցիկին չեմ վստահում։ Մլիցիկը, որ ինձ գործը լավ կատարեն, այդ գյադեն չեր ասնի ստեղը ուզեր ինձ սպաներ։ Հիվանդանոց գալով Սարգիսը շատ լավ իմացել է, որ հնարավոր է այստեղից դուրս չգա։ Ոստիկանների ձեռքը ընկնի ու շատ երկար տարիներ անցկացնի բանտում, բայց եկել է։ Իսկ գիտես խի, որովհետև 100%-ով վստահ է, որ դու ես սպանել Նանեին։ Սակոնեն գժերից է, որ իր գլխի մեջ պատկերա ստեղծելու ինձ մեղավոր է նշանակել։ Այդ ամբողջ իրականությունը։ Ես այդպես չեմ կարծում։ Այդ անասուն ընկերների հետ օրս է սպանել։ Հետո էլ եկել հասել էր ստեղ, որ ինձ վերացնի։
Ու դու իրան ես պաշտպանում։ Ես ընդամենը ուզում եմ ճշմարտությունն իմանամ։ Ճշմարտությունն արդեն 10 անգամ քեզ ասել եմ։ Ես մեղավոր չեմ։ Մնացածը քո ֆանտազիաներն է։ Ես գիտեմ, որ դու հանցանքներ ես գործել, որոնց համար անպատիժ ես մնացել։ Բայց իմ այդ ժամանակներն անցան։ Ես ամեն ինչ պարզելու եմ։ Ահա։ Քո ասածն է։ Ես վստահ եմ, որ դու ես գողացել Նանեին։ Դաժանաբար բռնաբարել ես, ծեծել ես ու սպանել ես այդ տականք։ Ու եթե նույնիսկ հասցրել ես հետքերը լվանաս, այդ ոչ մի բան չի նշանակում։ Ես մինչև վերջ գնալու եմ ու քեզ ջրի երես եմ հանելու։ Իմ փաստաբաններն ամեն ինչ անելու են, որ քո ձեռքից ես գործը խլեն, որովհետև դու ոչ թե արդարության կողմ ես, այլ այդ Սաքոյից։ Ում ուզում ես բողոքի, ես թքած ունեմ։ Ու դու պատասխան ես տալու քո արածների համար։ Ես մտածում էի, որ դուք խելացի եք, բայց սխալվել եմ ձեր հաշվով։ Տղերքը տեղյակ չեն եղել։ Այդ իմ որոշումն է։ Շատ ավելի վատ, որ տեղյակ չեն եղել։ Եթե ձեզնից ամեն մեկն անի ինչ խելքին փչում է, դա ձեզ ավելի կոչնչացնի, քան դուք պատկերացնում եք։ Ես հասկանում եմ, թե դու դա ինչի համար ես արել։ Այլ իրավիճակում միգուցե ճակատդ պաչեի, հանուն ընկերության պատրաստ ես եղել քեզ զոհես։ Բայց այս սիտուացիայում դու ձեր դիրքերն ես թուլացրել ու կոզեր ես տվել բեկին։ Փաստորեն մենթերը արդեն կուրսի են, որ դուք եք սպանել Ջանոյին, Մրդոյին ու Ախրանիկին։ Դե հա տենց է դուս գալի։ Տաքսիստն էլ տեսել է մեզ ու Սաքոյին։ Իսկ դա նշանակում է, եթե դաժե ես ձեզ փրկեմ բեկի ձեռքից, մենթերը ձեզ կբռնեն ու կփակեն շատ երկար տարիներով։ Այդ ոստիկանը, որ չի թողել Սաքոն Բեկին խփի հիվանդանոցում, իմ աղբերն է, հորեղբորս տղան է։ Այդ նշանակություն չունի։ Այս փոքր հանցագործություն չի, որ աչք փակվի։ Եթե շատ էլ ուզենա, չի կարա ձեզ ոչ մի բանով օգնի։ Սա քաղաքի սպանությունների մասին է խոսում։ Անենց որ մտքներիցդ հանեք այդ տարբերակը։ Միակ բանը, որ կարա ձեզ խորհուրդ տա, որ գնաք հանձնվեք։ Իսկ Նանեի մահը ոչ ոքի հետաքրքիր չի։ Իմ ու ձեր համար դա իսկական ողբերգություն է։ Իսկ ոստիկանության համար ընդամենը վիճակագրություն։ Մի զոհ երեքի դիմաց, որոնց դուք սպանել եք։ Ու որն է լուծումը ձեզ։ Փախնել, ինչքան հեռու այնքան լավ։ Եթե դաժե բեկի հարցը փակվի, որ այսօրվա ձեր արածից հետո ուղղակի անհնար է։ Մեկա մենթերը ձեզ հանգիստ չեն թողելու։ Սաղիթ հաթաթ կփակեն։ Հա, բայց մենք ստեղ կյանք ունենք, աշխատանք, ապագայի պլաններ։ Մենք չենք կարա ամեն ինչ թողենք ու անորոշ ժամանակով անհետանանք։ Դուք մեծ ընտրություն չունեք։ Եթե մնաք կհայտնվեք գերեզմանում կամ բերդում, երրորդ տարբերակ չկա։ Չէ, մի հատ տարբերակ ունենք։ Մենք տղեքի հետ խոսացել ենք ու եկել ենք ընդհանուր հայտարարի, որ Ջանոյի սպանության ժամանակ մենք իրեքով ենք եղել։ Ու թե բեկը, թե ոստիկանությունը չի կարող ապացուցի, որ այն մյուս իրեքը ինչ որ կապ ունեն կամ մեղավոր են այդ հարցում։ Չգիտեմ, Թորգոմ ջան, բարդ հարց է, բայց կարելի է փորձել։ Ոչ մի գարանտիա չկա, որ այդ կուտը կուտեն։ Բայց ես կփորձեմ բեկին ու մնացածին համոզեմ։ Դե ես էլ Վարուժի հետ կխոսամ։ Անկախ ամեն ինչից, հիմա պետք է չափից դուրս զգուշ լինեք։ Մինչև հավաքը կայանա։ Իսկ եթե ոստիկանությունը հետախուզում հայտարարեց, ո՞նց ենք Հայաստանից դուրս գալու։ Տարբերակներ կան, կմտածենք։ Բայց հիմա մի հատ եկեք օգնեք, ավտոյի մեջ վեշեր կա, բերենք գանք։
ոնց է ստացվում, որ կասկածյալը ձեր քթի տակ մտնում է հիվանդասենյակ ու փորձում է սպանել տուժածին։ Իսկ դուք էշիականջում քնած եք։ Բժշկական խալաթով ու դիմակով ա եղել, պարոն գնդապետ։ Էդ էլ շփոթության մեջ ա գցել տղաներին։ Լավ, եթե նույնիսկ այդպես է եղել, ոնց է նրան հաջողվել անարգել լքել դեպքի վայրը, հա, Մինասյանը։ Բավական չի բաց ես թողնում կասկածյալին։ Մի հատ էլ բռնություն ես կիրառում տուժածի դեմ։ Պարոն գնդապետ, ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ բեկը առևանգել ու սպանել է Նանե Կարապետյանին։ Դուք ինձնից լավ գիտեք ով է այդ բեկը։ Հա, գիտեմ ու հասկանում եմ, որ նրա տեղը բանտում է ոչ թե ազատության մեջ։ Բայց մենք ոստիկանություն ենք, ոչ թե գուշակությունների բյուրո։ Մենք աշխատում ենք ապացույցների ու փաստերի հիման վրա։ Իսկ դու նրա դեմ ոչինչ չունես։ Առայժմ չունեմ։ Իսկ քանի որ չունես, նա կասկածյալ չի, տուժած է։ Ինչ տեղեկություն ունենք, ով է մասնակցել Սարգսի հետ հարձակմանը։ Աշխատում ենք այդ ուղղությամբ։ Իսկ ինչի՞ չես ասում, որ հնարավոր կասկածյալների ցուցակում քո հորեղբոր որդին է, Դավիթ, ով Սարգսի մտերիմ ընկերն է։ Բեկի փաստաբանները հայցադիմում են ներկայացրել, որ դու չես կարող վարել այս գործը, քանի որ քո բարեկամը հնարավոր կասկածյալների ցուցակում է։ Իսկ դա ակնհայտ շահերի բախում է։ Պարոն գնդապետ, ախր Ես մերժել եմ հայցադիմումը։ Քանի դեռ հիմնավոր ապացույց չկա, որ Դավիթը մասնակցել է այդ սպանություններին։ Դու կարող ես վարել այդ գործը։ Շնորհակալ եմ։ Սա տաքսիստի ցուցմունքի հիման վրա կազմված ֆոտորոբոտն է։ Ճանաչում ես նրանց։ Հա, ճանաչում եմ։ Գոր, Սևակ։ Սարգսի մոտիկ ընկերներն են։ Մի քանի անգամ առիթ է եղել շփվել են հետները։ Նրանց հնարավորին շուտ պետք է հայտնաբերել ու ձերբակալել, քանի դեռ բեկի տղերքը չեն գտել։ Հա, համաձայն եմ։ Մինասյան, ես վստահում եմ քեզ։ Բայց եթե փորձես օրենք շրջանցես, որ բարեկամիդ կաշին փրկես, հարվածի տակ կդնես ոչ միայն քեզ, այլ նաև ինձ ու ամբողջ բաժինը։ Հասկանում եմ։ Դե որ հասկանում ես գնա աշխատի։ Ու արդյունքների մասին կզեկուցես անմիջապես։ Լսում եմ։ Ես ոնց ա եղել հիշել ես մարտական ընկերոջդ Վարդան ջան։ Լավ, էլ մի սկսի։ Վերջին անգամ որ զանգեցի քեզ խոստացար հանդիպենք ու մոռացար։ Հա, գիտեմ, հասկանում եմ։ Ես էլ առավոտից իրիկում գործի եմ։ Հա, իհարկե կարող ենք հանդիպել։ Ես դեռ մի 3 ժամի մոտ եմ լինելու։ Լավ, արի սպասում եմ։ Վարուժ ես եմ։ Մենք պատրաստ ենք հանդիպենք։ Հասցեն հիմա SMS կանեմ։ Շնորհակալ եմ, որ եկար։ Եթե դու չզանգեիր, ես էի քեզ զանգել։ Արդեն լսել ես։ Հա, Դավիթի բարեկամը այդ ոստիկաններ եկեն ամեն ինչ պատմեց։ Ես ու Դավիթը Բարև ձեզ։ Ամերիկանում։ Ինձ էլ։ Ես ու Դավիթը իրարից առանձին ենք ապրում։ Այդ պատճառով էլ Նանեի հողարկավորությանը երկար չմնացի։ Չէ, լուրջ բան չի եղել, ուղղակի դու տեղյակ ես, թե տղաները որտեղ են թաքնվում։ Չէ, ինձ թվում էր դու ինչ-որ մի բան կիմանաս։ Չէ, ես էլ տեղյակ չեմ։ Դու իրոք մտածում ես, որ նրանք կարող էին մարզպանել։ Սյուզ, ես տղաների Նանեի միջոցով գիտեմ, բայց ինչքան ես եմ հասցրել ճանաչել, հաստատ մարդասպաններ չեն։ Դա Գորի գաղափարն է, ես վստահ եմ։ Նա տղաներին ստիպել նման քայլի գնալ։ Գորնա առևանգել Նանեին, հետո բռնաբարել ու սպանել, հա։ Դու շատ լավ գիտես, թե ես ինչ նկատի ունեմ։
Քանի դեռ նա բանտում էր, ամեն ինչ նորմալ էր։ Դուրս եկավ ու սկսվեց այս սարսափը։ Եթե այս պատմության մեջ մի մեղավոր կա, այդ սրիկանով Նանեին սպանել է։ Իսկ ինչ վերաբերում է տղաներին, ես էլ առանց մի վարքյան մտածելու նույնը կանեի։ Քեզ հեշտ է դատողություններ անել, քանի որ տղաները քեզ հարազատ մարդիկ չէին։ Ես Սարգիսին վաղուց եմ ճանաչում ու արդեն շատ հարազատ է դարձել։ Հա, հնարավոր է։ Հնարավոր է, որ ես զուր տեղն եմ մեղադրում գորին կամ չափազանցնում եմ։ Բայց ես չգիտեմ ոնց օգնեմ Դավիթին։ Մի քանի օր առաջ Դավիթն էր զանգել ու ես չպատասխանեցի։ Միգուցե եթե ես պատասխանեի, ինքը հետ կանգներ իր որոշումից։ Հասկանում եմ, բայց հիմա ոչ մի բան չես կարող փոխել։ Տականքը ողջ է, իսկ այդ նշանակում է, որ տղաների կյանքին էլի վտանգ է սպառնում, դրան գումարած ոստիկանությունն էլ է փնտրում։ Հա, բայց հիմա ես ինչ պետք է անեմ։ Սյուզ, քո պապան դատավոր է, չէ՞, հնարավոր է ինքը ինչ-որ հարցով կարողանա։ Չէ, հայրս օրենքի մարդ է։ Ինքն ավելի շուտ ինձնից կհրաժարվի, քան կօգնի Դավիթին ու ընկերներին այս հարցում։ Ուրեմն պետք է սպասենք, մինչև տղաները կապի դուրս կգան ու կասեն, թե ինչով օգնել իրենց։ Սյուզ, ես վստահ եմ, որ տղաները ստիպողաբար են այդ քայլին գնացել, որովհետև ուրիշ ելք հաստատ չեն ունեցել։ Հա, հնարավոր է։ Բայց այդ քայլը կարող է վերջ դնել ամեն ինչին։ Նրանք շատ խելացի են։ Ու վստահ եմ, որ մի ելք կգտնեն, այ կտեսնես։ Կարելի է, պարոն գնդապետ։ Քեզ ամեն ինչ կարելի է, աղբերս։ Ոնց է սավիտ տանեմ։ Լավ եմ, Ազգին ջան։ Ոնց որ դու ես լավ։ Ժամնաս ինձ լավ անայում։ Ապրինք։ Նստի Վարդան ջան, նստի։ Սուրճ թե։ Թեյից չեմ հրաժարվի։ Երկու հատ թեյ բերեք։ Առաջ գոնե մի քանի ամիսը մեկ ջոկատի տղերքով հավաքվում ենք, քանի սերո պսաղեր։ Կապը կտրվավ։ Հա, սերոփը մեզ միավորում էր։ Գիտես ինչ հիշեցի, մի օր առավոտ 6-ին եկել էր, որ գնայինք խաշ ուտելու։ Էն էլ ես լավ ջերմում էի, հիվանդ էի լավ, հիշում ես։ Հիշում եմ, ոնց չեմ հիշում։ Նստած դողում էիր, բայց ասա, որ երրորդ բաժակից հետո արդեն լավ էիր։ Հա, լավ էի, բայց գաղտնիքը ողում մեզ չէր, այլ մեր ընկերության։ Հետ հաստատ։ Գործով ես եկել, թե… Հա, Վազգեն ջան, գործով եմ եկել։ Ու շատ լուրջ գործով։ Ասա, ինչով կարամ կօգնեմ, մի բան էլ ավելին։ Չեմ խանգարում, Սակ։ Չէ։ Ընդամենը մի շաբաթ առաջ Նանեի հետ մեր պլաններն էինք կազմում, թե որտեղ պետք է հանգստանանք, քանի երեխա ունենանք, անուններ էինք որոշել։ Ասում է, որ աղջիկը ինձ նման լիներ, տղան իր բնավորության։ Իսկ հիմա ես ոչ մի բան չունեմ։ Նան չէր ուզենա քեզ ցած տենար։ Չէր ուզենա, որ դու կյանքդ կործանես։ Տարբերություն չկա։ Փախուստի մեջ, բանտում, սպանված։ Այդ ամեն ինչը վերջն էլ նույն դատարկությունն է։ Չէ, Սակ, չէ։ Դու պետք է լցնես այդ դատարկությունը, որովհետև դու այն ամենն ես, ինչ մնացել ես Նանեից։ Ինքը ֆիզիկապես չկա, բայց ինքը ապրում է քո ուղեղում, քո սրտում, քո մտքում։ Ու դու պիտի պայքարես,
Դու պարտավոր ես պայքարել, բայց ոչ թե հանուն վրեժի, այլ հանուն արդարության։ Արդարություն չկա արամ։ Եթե արդարություն լիներ, տանասում ազատության մեջ չէր լինի։ Չէ, դու ինձնից լավ գիտես, որ օրենքը մեկ-մեկ կույր է։ Ու ուժը հիմա ընդհանրապես մեր կողմը չի։ Բայց մենք պիտի փորձենք ավելի խելացի գտնվենք։ Այսինքն ասածդ ինչ է, որ ոչ ման չպետք է անեի ու համակերպվեի։ Ոչ ես, ոչ դու, ոչ տղերքը մենք ոչ մեկս էլ չէինք կարող համակերպվեինք։ Բայց արի ճիշտը խոսանք։ Այն ամենը ինչ մենք արել ենք։ Այդ ամեն ինչը ծառայել է իր նպատակին, թե մեզ ավելի խորը փոսի մեջ է գցել, այ հարցը հենց էս է։ Եթե տարածնել չանեինք, նանեն ուղղակի հերթական զոհեր լինելու, ում մասին ուղղակի սոցցանցերում գրելուին, մի քանի վատ մեկնաբանություն թողին ու մի քանի օրից մոռանային։ Ու ինչ ստացվեց արդյունքում։ Հիմա այդ որսը մեր հանդեպ է սկսվել։ Սակի ես վախկոտ մարդ չեմ։ Դու գիտես, ես մի անգամ չի, որ դրա մասին քեզ ասել եմ։ Բայց նանեն հաստատ կուզենար, որ դու ապրես, այլ ոչ թե կյանքդ սենց մոխրի վերածես։ Նանեն անընդհատ աչքիս առաջ է։ Մեր պլաններն ենք կազմում։ Բայց ես հիմա ոչ մի բան չեմ կարող փոխել։ Ու այդ ինձ ներսից սպանում է։ Հա, դու անցյալը չես կարող փոխես, բայց կարաս փոխես այն, թե ինչ կլինի հետո։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ ձեզ այս ամեն ինչի մեջ խառնել եմ։ Չէ, քեզ մեղավոր զգալ պետք չի։ Մենք արել ենք այն, ինչ որ պարտավոր էինք անել։ Ուղղակի հանգամանքները ուրիշ ձև դասավորվեց։ Սակայն բայց ես վստահ եմ, որ մենք մի ելք կգտնենք։ Հավատա։ Այս է ամբողջ պատմությունը վար։ Աստորեն դուք սպանել եք մրդոին, հետո դիակը թաքցրել եք։ Հա, Ինչի համար։ Ինչի համար եք սպանել միակ վկային ու ցուցմունքի հիման վրա կարելի էր բեկին կալանավորել, ձեզ էլ արդարացնել։ Դե հիմա տենց է ստացվել։ Այդ ինչ պատասխանա, որ դու տալիս ես։ Դու հո 2 տարի նստել ես։ Գիտես այդ կյանքը ներսից։ Գիտես այդ վտանգավոր մարդկանց։ Ու չես հաշվարկել են վտանգները, որ ձեզ սпасելու է։ Չէ, մի րոպե, դու գորին անիմաստ ես մեղադրում, որովհետև այդ որոշումը իր բոլորի կողմից է կայացվել։ Նախ ես քեզ հարց չտվեցի։ Դե ինձ հարց չես տալիս, բայց ես եմ պատասխանում ու դա է իրականությունը։ Իրականությունն է նա, որ դուք անելանելի վիճակում եք։ Հասկանում եք 3 մարդու կյանք եք խլել։ եթե դուք ձեր գործը լավ անեիք, մենք ստիպված չէինք լինի մարդ խփեինք։ Ոնց դու հիմա ինձ ես մեղադրում։ Ես եմ ձեզ դրթել ծանր հանցագործության։ Խոսքը կոնկրետ մարդու մասին չի, բայց մրդոն խոստովանել է ամեն ինչ, իսկ բեկը ազատության մեջ է, այդ ինչ-որ մի բան նշանակում է, չէ՞։ Օրենքը այդպես չի աշխատում, գոր։ Բերեիք այդ մրդոին ինձ հանձնեիք, բեկը հիմա կալանավորված կլիներ։ Լավ, հիմա վարոժ անկապ գորգորալը փոխրեն ասեմ եք ինչ տարբերակներ ունենք։ Չկա տարբերակ, դավ, չկա։ Դուք բոլորդ ի վերջո հայտնվելու եք մեղադրյալի աթոռին, եթե իհարկե մինչև այդ բեկը ձեզ չհասավ։ Լավ, հիմա այս սպանությունների հետ Արամը, Դավոն ու Սևակը կապ չունեն։ Կարանք գոնե նենց անենք թեմայից դուրս գան։ Սևակը քո հետ ա եղել տաքսու մեջ, հիվանդանոցի դիմաց։ Տաքսիստն էլ կազմել է ձեր ֆոտոռոբոտը։ Տղեկ, եթե ուզում եք ես ձեզ օգնեմ, սրանից հետո ես չխաբեք։ Ու խնդրում եմ մի բարդացրեք առանց այդ էլ բարդ վիճակը։ Ինչ հարց է քեզ հետաքրքրում, ասա։ Դու Համոն ու Արամը իմացել եք այդ սպանությունների մասին կամ ինչ որ ձևով մասնակցել եք։ Հա, իմացել ենք։ Բայց չեն մասնակցել։ Այդ ճիշտ եմ ասում։ Լավ, ես կփորձեմ ձեզ օգնեմ, չնայած շատ բարդ է լինելու դա անելը։ Բայց փոխարենը դու Համոն ու Արամը գալիս եք ոստիկանություն ու ցուցմունք եք գրում ձեր ընկերների դեմ։
երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մախուր առաջին իմ անուր իմ խաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և եկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո անունը հավեր կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և եկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո պատկերը անես կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդ է տարիներ կսահեն ախ մեռեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ կմեռնեն երազները բոլոր